Գավառի երիտասարդների տուն բաց երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 23-ին կայանում է հանդիպում քննարկում Կարեն Սևակ երաժշտական պրոդյուսերական խմբի հետ։ Երաժիշտներին ընդունում են մեծ խանդավառությամբ։ Այսօր իրականացվել է մի նախաձեռնություն, որը բավականին երկար ժամանակ երիտասարդների սրտում էր, միտքում էր ու շատ մեծ ցանկություն կար նկարելու Գավառից ծնունդ առած եւ Գավառի անվաններ ունեցող շատ տաղանդավոր բանիմաց մշակութային երկու անհատականությունների, ովքեր զարգացնում են բարեավաճում ոչ միայն մշակութային կյանքը Հայաստանում, այլ նաեւ Հայաստանից դուրս։ Մենք կպարտենք հյուրընկալելու մի խմբի, որ երաժշտությունն անկեղծ է, խորը եւ ոգուն դիպչող։ Կարեն Սևակ երաժշտական խումբը հիմնադրվել է գաղափարով երաժշտությունը դարձնել մի ուժ, որը միավորում է սերունդներ, պատմում է մեր զգացմունքների մասին, առանց բառերի ու փոխանցում է ոգու ջերմությունը։ Հանդիպման մասնակիցների գերակշռող մեծամասնությունը 13-ից 18 տարեկան երիտասարդներ են։ Ծանոթանում են երաժիշտներին, նրանց ստեղծագործական ձեռագրին, Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ճանաչված լինելու մասին, փոխանակում մտքեր ու կարծիքներ։ Հանդիպումը շարունակվում է Կարեն Սևակ դուետի անցած ուղին եւ ձեռքբերումները ներկայացնող տեսանյութի ցուցադրությամբ։ Կարեն Համբարձումյան, Սևակ Մելքոնյան, երկու վառ անհատականություններ։ 2004 թվականին երկու ընկերներ հիմնեցին Կարեն Սևակ Production-ը, զուգահեռ նաև Կարեն Սևակ Band-ը։ Երաժիշտների մասին լրացուցիչ տեղեկություններ երիտասարդները ստանում են մշակույթի, երաժշտության, նրանց ինքնության ու անցած ճանապարհի մասին բաց եւ անկեղծ զրույցից, միաժամանակ ծանոթանում են ժամանակակից երաժշտական միտումներին։ Նախ ասենք մեր ընկերության հիմքում ինչն է անգած, պես կապում է այդ գաղափարը, որ գնալ առաջ, ստեղծել մերը, ստեղծել հայկականը, ստեղծել լավ երաժշտություն, չնմանվենք ոչ մեկին։ Որ հին հայկական ֆիլմի երաժշտության հեղինակը կուզենայի լինել։ Հին ֆիլմերից է շատ մտնում կտորմը երկինքը, երբ կուզեի գրենք կտորմը երկինքի երաժշտությունը։ Դուք ձեր ստեղծած երաժշտական ստեղծագործություններից որն եք ավելի շատ սիրում։ Չես կարող երեխաներից առանձնացնել իրարից, այդ մեր ստեղծագործությունները մեր բալիկներն են, մեր գանձերն են, որ մենք չենք կարող առանձնացնել այդ ուղղակի։ Կպատմեք որևէ զավեշտալի դեր ձեր կարիերայի գործունեության ընթացքում։ Մի 10 տարի առաջ Մոսկվայում ելույթ էր ունենում, մի հատ մարդ կողքից կանգնած, ու շենց ուշադիր նայում էր ինձ նվագելու ընթացքում, շատ զարմացած նայում։ Շատ սիրեցինք ելույթը, իջա, ընկեր ասեց. «Ֆոստերը դու սենց համել նվագում ես»։ Ասեցի, ինչ պիտի անել, ես ինչ ինձ ոնց եք պատկերացնում։ Ախպեր Հենրիկ Մխիթարյանը չես դու ասում։ Դուք ինքներդ ինչ եք փորձում ձեր երաժշտության և ստեղծագործությունները փոխանցել երիտասարդներին։ Որ սկսեն հաշվի առնել կարծիքները, նույնիսկ այդ երիտասարդները, որ սկսեն կարծիքներ հաշվի առնել, երբեք ոչ մի բան չեն կարող անել, եւ կարծում ամենակարևորը պետք է միշտ լինել համարձակ եւ փորձել ամեն ինչ անել։ Դա է ամբողջ գաղտնիքը։ Հանդիպումը միավորում է երաժշտություն ստեղծողներին եւ երաժշտասերներին, այդպիսով աշխուժացնելով մշակութային կյանքը։ Ճանաչված երաժիշտների հետ այս ձևաչափով շփումները ոգեշնչում, խթանում են նորարարական մտածողությունը եւ նպաստում հայ երաժշտական մշակույթի զարգացմանը, նշում են միջոցառման կազմակերպիչներն ու ներկաները։ Շատ են ասել բարձունքների, բայց դադարել են մարդ մնալ։ Դուք այն անհատներն եք, որոնք ինչքան բարձրանում են, այնքան ձեզ հետ բարձրանում են ձեր մարդկային արժեքները։ Շնորհակալ ենք, որ դուք կաք, շնորհակալ ենք, որ մեր համաքաղաքացին եք։ 4 տասնյակ տարիներ աշխատում եմ դպրոցում եւ մի գաղտնիք եմ ուզում բացել։ 2000 շրջանավարտների մեջ Սևակ Մելքոնյանը ինձ համար ամենատաղանդավորն է, ամենա։ Գավառի երաժշտական դպրոցի Սան Աննա Սիրականյանը, Արվեստի դպրոցի պարային խումբն ու Սարուխանի Զանգեզուր վոկալ գործիքային անսամբլն էլ միջոցառումը լրացնում են իրենց կատարումներով։
ոգեշնչող է, շատ մեզ ստիպում է, որ մենք ավելի շատ ստեղծագործենք ու շատ ուրախ եմ, որ առաջի այս նմանատիպ ֆորմատը մեր մոտ այս Քյավառից սկսվեց։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, մենք այսօր մեծ բավականություն ստացանք ու կարծում եմ այսօրը կհանդիսանա, որ մենք ավելի լավ ստեղծագործություններ ստեղծենք։